Հայաստան դեսպանությունը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Իմ անունը Տիգրան է, զանգում եմ ձեզ Գերմանիայից, ուրեմն ես Հայաստանի քաղաքացի եմ եւ Գերմանիայի հարգելիս։ Ես զանգել եմ Հայաստանի դեսպանատունը Վրաստանում, ճիշտ է։ Այո, լսում եմ ձեզ։ Ամենայն հարգանքով, ոնց դիմեմ ձեզ, ձեր անունը ինչ է։ Ալո։ Ձեր անունը ինչ է։ Աննա, ասեք։ Աննա ջան, շատ ուրախ եմ։ Հարգելիս, ուրեմն ես որպես ազգությամբ հայ տեսնում եմ TikTok հարթակում ադրբեջանական սոկյար, այսինքն Ալիևի կողմից ֆինանսավորվող մի քանի Վրաստանի վրացուհիներ, Վրաստանի քաղաքացիներ, ովքեր առավոտից երեկո Վրաստանում նստած Թբիլիսի քաղաքում խայտարակ ձևով, կներեք, լսեք միջև վերջ, խայտարակ ձևով վիրավորում են հայ ազգին, այդ թվում Վրաստանի ապրող հայերին, որ մենք պատմություն չունենք, մենք լեզու չունենք, մի խոսքով, ադրբեջանական պրոպագանդա, հասկանում եք, չէ՞ մասին է խոսքը։ Եթե շատ գրեգ ընդհատում եմ, որովհետև ձեզ ով է համարել տվել հյուպատոսական բաժին եք։ Ես ինքս զանգել եմ այս հյուպատոսական բաժինը, որովհետև Հայաստանի, կներեք, լսեք միջև վերջ, որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ, հարգելի Աննա ջան, այսօրվա մենք ունենք լուրջ, ես միջև ձեզ զանգել եմ Հայաստանում Վրաստանի դեսպանատան, նույն բանը ասել եմ իրանց, հասկանում եք ինձ։ Դուք որպես Հայաստանի ներկայացուցիչ, հիմա ես կազմակերպելու եմ մի հատ մեծ ակցիա պիկետ, որ մեր Երևանի քույր ու եղբայրները գնալու են դրոշակներով եւ ամենակարևորը նկարներով կանգնեն Վրաստանի դեսպանատան դեմը Երևանում եւ մենք այնտեղ ներկայացնելու ենք, որ ես ինքս զանգահարել եմ, ես ինքս իրավագետել եմ, ցենց ասեմ ձեզ։ Ես նոր մի քիչ առաջ խոսացել եմ Հայաստանում, Վրաստանի դեսպանատան հետ զանգել եմ Վրաստանների իրավաբանի ասոցիացիան իրավաբանների ընդեղել եմ խոսացել, հիմա զանգում եմ ձեզ։ Մի բան ասեմ ձեզ շատ ներողություն։ Ասեք։ Կարող եմ ես մեկ այլ համար տալ իրենց հետ դեսպանության։ Խնդրեմ, տվեք մի րոպե։ Ուրեմն ես խոսում էի ձեր գոլեգայի հետ, Աննայի հետ, որը տվեց այս համարը։ Ասեց զանգա։ Ես խոսում եմ Հայաստանի դեսպանատունը Վրաստանում, ճիշտ է։ Թբիլիսիում։ Այո։ Ինչպես դիմեմ ձեզ, հարգելիս։ Հարցը հետևյալն է, ես որպես ազգությամբ հայ, այդ թվում Գերմանիայի քաղաքացի, տեսնելով, որ TikTok եւ մյուս սոցիալական հարթակներում ադրբեջանական սոկյար կազմակերպության կողմից ֆինանսավորվող մի քանի թափթփուկ Վրաստանի քաղաքացի ազգությամբ ներկայացվող վրացուհիներ առավոտից երեկո ձեռ են առնում, վիրավորում են, խտրականություն են դնում հայերի եւ մյուս ազգերի միջև, ներկայացնելով մի խոսքով, շատ վատ բառերով։ Դուք որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ, ինչպես կարող եք օգնել մեզ, օգնել մեր ազգին։ Ներողություն խնդրում, դուք Հա, լսում եմ ձեզ։ Ուղղակի երբեք հարցեր չեք զանգել, դա դուք ձեր այնպիսի հարց է հիմա, որ ես խոք չեմ կարող ձեր հարցը տալ։ Կներեք, ուրեմն եթե հնարավորություն կտաք մի հատ կոնկրետ ասեմ ինչ ա եղել։ Ասեք։ Անկառավարելի է։ Ահա, բայց եթե ուշադիր խնդրում եմ լսեք, կներեք մի բան ասեմ, ուրեմն անկառավարելիության ստե հարց չկա, հազար ներողություն, ուրեմն Հայաստանի Հանրապետության վարչապետը ինքը սոցիալական հարթակում է, լսու եք միջև վերջ խնդրում եմ, ես ունեմ այդ անձնավորության անունը, այսինքն իր անունն է Աննի Ժգետցի կամ Ժգուտի, որը որ հանդիսանում է իրավաբան, որը որ գրածված է Վրաստանի իրավաբանների միությունում, ես այդ ամեն ինչը ճշտել եմ, նա նկարով, իր վիդեոյով, տեսահոլովակներով, բաց երեսով, միանում է TikTok, YouTube հարթակ եւ այնտեղ այդ ամեն ինչը անում է։ Դա արդեն ապացույց է, որ այս ազնվորությունը կա։ Այսինքն մենք չենք կարող ասենք, որ էսի չկա։ Դա մեկ։ Ես միջև ձեզ զանգարել եմ հարգելիս։ Զանգարել եմ Վրաստանի դեսպանությունը Հայաստանում, այս նույն թեմայով խոսացել եմ վրացիների հետ։ Դրանից հետո զանգարել եմ իրավաբանների միությունը, Վրաստանի ներկայացել եմ նույնպես, որ ես ով եմ, ներկայացել եմ, որ այս ամեն ինչը կփոխանցվի իրանց եւս, արդեն վրացերեն լեզվով։ Հիմա հանդիսանելով ազգությամբ հայ եւ Հայաստանի ծնունդ, Հայաստանի քաղաքացի, զանգելով իմ պետության ներկայացուցիչներին, խնդրում եմ ձեզ եւ հորդորում եմ, դուք եւս օգնեք մեզ բոլորս առաջերտին ձեզ, որ Վրաստանի եղբայրական մեր վրացական պետությունում ինչ որ մի քանի թափթփուկ ադրբեջանական փողերով ֆինանսավորվող
ատելություն չսերմանի, հակաօրինական ատելություն հայ ազգի նկատմամբ։ Դուք իմ հարցի մեջ ո՞րն եք դնում սխալստեր։ Նայեք, ես մի ուղղակի մի բան խնդրեմ, հա, նախսերից անունական խնդրում ասեք, ես հասկանամ, այո, биш։ Ուրեմն իմ անունը Տիգրան Գրիգորյանն է, ես արդեն նշեցի, որ ես զանգում եմ Գերմանիայից, լսում եմ ձեզ։ Տիգրան, դուք հիմա զանգարում եք Գերմանիայից։ Այո։ Տիգրան Գրիգորյան, ճիշտ է։ Այո, այո։ Դեպքում ես ձեզ հասկացա ու ասեք ձեր կոնտակտային համարը, բայց Ուրեմն կոնտակտային համարից բացի ես ձեզ կուղարկեմ ամբողջ ինֆորմացիան Armed Georgian Embassy, չէ՞, այդ սայթն է, ճիշտ է ձեր եք։ այո, Այո։ Ուրեմն կուղարկենք մենք ձեզ